Մուլտիպլիկացիոն ողջույններ իմ տաղանդավոր փոքրիկ նկարիչներ, եթերում մուլտիկնիկ մանկական ուսուցողական աղոթումն է, ձեզ է ողջունում մուլտ աշխարհի ամենաբարի նկարիչ Քերի Մուլտիկնիկը եւ նրա լավագույն բարեկամ Ապաչի ընկերությունը իր քաղցր ձողիկներով, թխվածքաբլիթներով, արևածաղկի սերմերով, կրեկերներով, չիփսերով, նախաճաշիկներով հանդերձ իմ լավ բարեկամներ։ Իհարկե ձեզ նաեւ ողջունում են իմ մուլտիպլիկացիոն բարեկամները։ Չմոռանամ, հիշում եք չէ, ելով է ձեզ ողջունում, դե այն բարի Քերին, ում երբևիցե չեք տեսել, բայց բոլոր փոքրիկները ճանաչում են։ Ապրեք դուք ժամապահ Քերին, ով գտնվում է այս տեսախցիկի ետևում, նա ձեզ թաթիկով է անում։ Քերին խոստացել է երկար եթերային ժամանակ տա, որպեսզի մենք այսօր ընթերցենք մեր մշտական հեռուստադիտողներից մեկի նամակը եւ կատարենք նրա խնդրանքը։ Հիմա դուք ձեր սպիտակ թղթիկները, գունավոր մատիտները, սև կախարդական մատիտն ու ռետինե ջնջոցը պատրաստ պահեք, ես կբացեմ մեր փոքրիկի ծրարը, որտեղից է նա քաղաք Երևան, ինչ, Շովրովյան փողոց 12 բնակարան 5, Արոյան Արման, Հովհանի։ Տեսնենք, եթե նամակ ունի, ընթերցենք, նամակը ընթերցենք, հետո նկարները ցուցադրենք։ Սիրելի Քերի Մուլտիկնիկ, ես Արոյան Արմանն եմ, 7 տարեկան, սովորում եմ առաջին դասարանում, ես գիտեմ, որ լավ է սովորում, ապրում եմ Երևանում, Քանաքեր Զեյթունում, ես հետևում եմ ձեր թողարկումներին եւ սիրում եմ նկարել, շատ լավ ես անում, Արման ջան, ես շատ եմ ուզում, որ դուք նկարեք մուլտիպլիկացիոն տաքսի, զարմանալի առաջադրանք, հարգանքներով Արման Արոյան, Արման ջան, հիմա ես կցուցադրեմ քո աշխատանքները, նոր կկատարենք քեզ հետ միասին, ինչպես նաև մեր փոքրիկ հեռուստադիտողների հետ միասին քո առաջադրանքը մուլտիպլիկացիոն տաքսի ենք նկարելու։ Տեսեք, մեր Քերի Մուլտիկնիկի կողմից ստեղծված մուլտֆիլմի հերոսներն են։ Ապրես դու, սա մելոն էր, իսկ սա փոքրիկ մեղը։ Արման ջան, քեզ գերազանց եմ գնահատում, քո ծրարը, նամակը եւ նկարը ուղարկում եմ կախարդական փոստարկղ, որպեսզի մուլտ աշխարհի հերոսները տեսնեն եւ զարմանան։ Ուղարկեցինք, իսկ հիմա պատրաստ եք, չէ՞։ Արման Արոյանի խնդրանքով, սիրելի փոքրիկներ, ձեզ հետ միասին նկարելու ենք մուլտիպլիկացիոն տաքսի։ Շատ դյուրին ձևով ենք սովորելու նկարել։ Պատրաստ եք։ Տեսեք ոնց ենք անելու։ Ես լուսարձակներից կսկսեմ, մի անգամ այսպեսի մեքենա մենք նկարել ենք։ Ուրեմն, երկու կլորիկ ենք նկարելու, մեծ եւ փոքր։ 1 2 Տեսակ, կլորիկից հետո ուղղանկյունի պատկեր նկարենք։ Այսպես 1 2 3 զուգահեռ 4 Տեսեք, հայելուն նման կրկնելու ենք աչակողմյան մասում փոքրիկ կլորիկ եւ մեծ կլորիկ ենք նկարելու։ Այսպես ուշադրություն 1 2 Ապրեք դուք, սա դիմային մասն է, կլորիկները լուսարձակներն են, սա դիմային մասն է օդափոխիչ, ես այսպես ճաղերով կբաժանեմ, զուգահեռ գծիկներով, այստեղ կարող եք տարբերանշանել նկարել, ինչ մեքենա սիրում եք, այդ տարբերանշանն կնկարեք, հասկացաք, հիմա թեք գծիկներով լուսարձակներից, այսպիսի մի պատկեր ենք նկարելու, 1 2 հետո ուղիղ գծիկ, որպեսզի նկարենք դիմային ապակին, այսպես, էլի գծիկներ կանենք, դիմային մասը, տեսնենք արդեն մեքենան ստացվում է մեզ մոտ, սիրելի փոքրիկ բարեկամներ, քանի որ ասում ենք տաքսի, երևի թե տաքսու տարբերանշանը, որ լույսով լինում է, այս վերևի մասում նկարենք տանիքին, այսպիսի մի պատկեր, նույնիսկ կարող են գրել անգլերեն տաքսի, դա, X և I։ Տեսակ, տանիքը կնկարեմ սիրելի փոքրիկներ, այսպես, կողային մասը, այստեղ, քանի որ
Դիմացից ենք նկարում, աչակողմյան մասում կերևա անիվները, այսպես ուշադրություն, պաշտպանիչ շերտը, անիվը, այստեղ մի փոքր կերևա դիմացի անիվները, հետո անվա հեծերն ենք նկարելու, ուշադիր կլինեք, գծիկը կշարունակենք թեքությամբ, ետևի անիվը կնկարենք այսպիսի մի շերտիկ պաշտպանիչ, մի փոքր ավելի փոքր ենք անիվը նկարելու, քանի որ հեռվում է գտնվում, այսպես, եւ պոչիկի մասը։ Հիմա տեսնեմ ծուռ եմ նկարել։ Լավ է, չէ՞ քերի երևում։ Քերին ասում է լավ է։ Տեսեք, ինչքան դյուրին ձևով նկարեցինք մեր տաքսին։ Դիմացից, իհարկե։ Անվահեծերը ուղղակի արևի շողերի նման այսպես կբաժանենք։ Միայն դե աչակողմյան մասում, բայց ձախ անիվներն են միայն անվահեծերը երևում։ Այստեղ ռետինեը պետք է սևով ներկենք։ Սև ռետինե անվադողեր են, այստեղ էլ, շատ լավ է, այս կտորն էլ իմ մատիտը հիմա կփոխեմ, մուկ սև մատիտով կներկենք, ստացվում է չէ, եթե ինչ-որ բան չի ստացվում սիրելի փոքրիկ բարեկամներ, ռետինե ջնջոցում եք դուք, մաքրում եք, նկարում այնպես, ինչպես հարկն է։ Տեսեք, նկարեցիք, ես կարող եմ ղեկ նկարել, կողային հայելիներ կնկարեմ, այսպես, այստեղ կարող եմ հայելի նկարել, բայց քանի որ մեր փոքրիկը Արման Արոյանը խնդրել է, որպեսզի մուլտիպլիկացիոն մենք տաքսի նկարենք, գուցե նրան կենթանություն տանք, հնքերի, աչքեր, քիթիկ, բերանիկ, քիթիկ կարող ենք չտալ։ Լավ, այսպիսի մի պատկեր ենք նկարելու, ուշադրություն, գծիկ, կլորիկ, այստեղ էլ բերանիկ, կիսալուսնաձև սևիկները, 1, 2 և մուլտիպլիկացիոն մեր տաքսին պատրաստ է։ Ընդգծեմ, այստեղ էլ հայելիներ, ավելի ճիշտ ապակիները առանձնացնեմ, գծիկներ, ճանապարհ այստեղ կնկարենք, և վերջ, հետո եթե ժամանակ ունենանք, նաև բնություն կնկարենք իմ լավ բարեկամներ։ Ես վերցնելու եմ դեղին մատիտը, երևի տաքսու տարբերանշանի այս ուղղանկյունին եմ ներկելու դեղին գույնով։ Շատ լավ է։ Հետո կվերցնենք կապույտ մատիտը, դիմային ապակին ենք ներկելու թույլ երանգով, աչքերը կթողնենք սպիտակ։ Տեսեք, այսպես, այսպես, տեսակ։ Կարծում եմ ամենաչնկարող փոքրիկ այս պահին քերի մուլտիկնիկի հետ նկարում է ու զարմանում, թե ինչպես ստացվեց իր մոտ նկարել մուլտիպլիկացիոն տաքսի։ Կվերցնեմ նարնջագույն մատիտը, բաց և մուկ, դիմային լույսերը, լուսարձակները, այսպես ձախակողմյան մասից կիսալուսնաձև մուկ նարնջագույն մատիտով կներկեմ, այսպես կիսալուսնաձև, դուք կարող եք նաև դեղին ներկել, կընդգծեմ, մի քիչ գունավոր թող լինի մեր տաքսին, մուլտիպլիկացիոն, հետո բաց նարնջագույն մատիտով, այսպես գեղեցիկ սպիտակ մասը կլցնենք։ Դիմային վանդակները ինչ գույնով ներկենք, նարնջագույն, լավ, շագանակագույն կներկենք, դուք ինչ գույնով ցանկանում եք, հենց այդ գույնով էլ ներկեք։ Իսկ ամբողջովին մեր մուլտիպլիկացիոն տաքսին ինչ գույնով ներկենք։ Ես ուզում եմ կարմիր ներկել։ Դուք ինչ գույնով ցանկանում եք, հենց այդ գույնով էլ ներկեք։ Կարող եք կարմիր ներկել, կանաչ ներկել, ինչ գույնով ցանկանում եք։ Մի քիչ ավելի գունեղ լինելու համար կարմիր եմ ներկելու ու սկսելու եմ տանիքից։ Տեսեք, տանիքը կարող եմ կարմիր ներկել։ Առանձնացնեմ, թե ամբողջովին կարմիր ներկեմ։ Լավ, եկեք ամբողջովին կարմիր ներկեմ։ Ուզում էի տանիքը կարմիր ներկել, հետո ներքևի հատվածը դեղին ներկել։ Դիմային մասը, եկեք այս մասից սկսենք կարմիր ներկել։ Անպայման պատկերը ձեր գունավոր մատիտով ընդգծեք, իմ լավ բարեկամներ։ Նոր ներկեք, որպեսզի գծիկներից դուրս չգաք ձեր գունավոր մատիտներով։ Այսպես, այսպես, շատ լավ է։ Տեսեք հիմա, ինչպես է քերի մուլտիկնիկը ներկելու։
Ձախակողմյան մասը կներկեմ կարմիր, սպիտակ մասերը կթողնեմ կլորիկ երևա։ Երևի թե Mercedes մագնիշի ավտոմեքենա է։ Երևի թե։ Չգիտեմ։ Նայած ինչ տարբերանշան եք նկարելու դուք։ Այսպես։ Հետևեք քերի մուլտիկնիկի կախարդական մատիտի շարժումներին եւ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի։ Հիմա շարունակում ենք ներկել։ Դռնակներն եմ ներկում։ Ետևի մասը։ Մի փոքր դեղին մատիտով երանգավորելու եմ։ Իբրև փայլիկ։ Այ այսպես։ Ամենադյուրին ձևով, անվահեցերն էլ եմ դեղին ներկելու։ Այ այսպես։ Քերին եթե ժամանակ տա, նաև մենք բնություն էլ կնկարենք հերվում։ Քերի։ Շատ բարի այսօր քերին։ Եվ ասում եմ ես ժամանակ կտամ։ Տեսեք, կարող ենք բնություն նկարել, կարող ենք քաղաքում նկարել նրան։ Ասենք ես մի քանի անգամ ձեզ սովորեցրել եմ ինչպես կարելի է բարձրահարկ շենքեր նկարել, այսպիսի պատկերներով, սուրանկյուն, այսպիսի պատկեր, դեպի ներքև, հետո զուգահեռ գծիկ սուրանկյունից, էլի կարելի է նկարել մի քիչ ավելի լայն բարձրահարկ շենք, որպեսզի հասկանանք, որ մուլտիպլիկացիոն քաղաքում է գտնվում մեր մուլտիպլիկացիոն տաքսին։ Նույնիսկ պատուհաններ կարելի է նկարել, այսպես։ Բարձրահարկ շենքերի պատուհանները։ Նմանվում է, չէ՞ քաղաքի քերի։ Քերին բարի է, ինչ ասում եմ, այո։ Երևի մանկական աչքերով է նայում քերին։ Այսպես, այսպես, նույնիսկ քաղաքի ծառերն ու թփերը այստեղ կարելի է նկարել։ 1, 2, 3, 4 պատուհաններն ենք նկարում։ Հետո գեղեցիկ կներկենք։ Մուլտիպլիկացիոն քաղաքը պատրաստ կլինի։ Լավ է, ված չէ։ Այստեղ էլ փողոցներ, թփեր, էլի փողոցներ, ճանապարհը։ Դե արդեն ըստ ձեր մանկական երևակայության դուք կարող եք նկարը շարունակել։ Մեր եթերային ժամանակը, որպեսզի մեզ բավականացնի, ես կսկսեմ ներկել։ Քաղաքը ավելի գունեղ եմ ներկելու, տեսեք։ Առաջի շենքի առաջի շերտիկը ներկում եմ նարնջագույն։ Ավելի ճիշտ շենքերի ձախակողմյան հատվածները եկեք նարնջագույն ներկենք, այսպես։ Ծառը չենք ներկելու։ Շատ լավ է։ Այստեղ էլի ձախակողմյան հատվածը նարնջագույն եմ ներկում, ավելի թույլ երանգով։ Հիմա մեզ օգնության է գալու դեղին մատիտը։ Աչակողմյան հատվածները, պատուհանով պատերը դեղին եմ ներկում։ Այսպես, հայ այսպես։ Տեսեք ինչ գեղեցիկ ստացվեց։ Կարծում եմ բոլորիդ էլ դուր եկավ մեր քաղաքը, նարնջագույնը ուր է, այստեղ չերևացող պատ կա, պետք է ներկել։ Շատ լավ է, կանաչ մատիտն է մեզ օգնության գալու, սիրելի փոքրիկներ, հեռվում գտնվող ծառը, կանաչ կներկենք, այս թփիկը, խոտիկներ, ճանապարհի կողքերը կարելի է կանաչով ներկել, իբրև խոտիկներ, Ես շատ արագ ներկում եմ, մնացած թողնում եմ ձեր մանկական երևակայության։ Ինչպես կարող եք այն գեղեցկացնել, գուցե խոտիկների մեջ նկարեք իմ լավ բարեկամներ, ծաղիկներ, բուսականություն, էլի ծառեր, ճանապարհը, կապույտով մի փոքր այսպես կերանգավորեմ։ Ամբողջովին չեմ ներկի։ Կարող եք մոխրագույն էլ ներկել, կամ սև։ Շատ սև պետք չէ։ Մուլտիպլիկացիոն չի դառնա։ Այսպես, այսպես, ամենակարևորը մեր մուլտիպլիկացիոն տաքսին պատրաստ է իմ լավ բարեկամներ, ամպիկներ, կապտասպիտակ ամպիկներ ենք նկարելու,
նկարը ամբողջովին լցնում ենք։ Այսպես։ Ռարատատամ դեղինն էլ մի փոքր կօգտագործենք, կամ բաց նարնջագույն կարող ենք օգտագործել այսպես։ Սպիտակը ուղղակի ճնշում ենք։ Այսպես։ Ահա եւ մեր մուլտիպլիկացիոն տաքսին պատրաստ է, իմ լավ բարեկամներ։ Հերվում են մի քանի թռչուններ, այդպես քսավառներ են օդում։ Քաղաքում երևի ագրավներ են պտտվում, հոպ։ Վերջ իմ լավ բարեկամներ։ Մեր փոքրիկի խնդրանքով նկարված մուլտիպլիկացիոն տաքսին պատրաստ է։ Իսկ փոքրիկի անունը Քաղաք Երևանից 7 տարեկան Արման Արոյան, մեր մշտական հեռուստադիտողներից մեկը, ով քերի մուլտիկնիկին տվեց մի հետաքրքիր առաջադրանք եւ մենք նրա հետ կատարեցինք այս գեղեցիկ աշխատանքը։ Լուսարձակներին մի փոքր կապույտ է պետք։ Ուղղակի որպես փայլիկ։ Այսպես, վերջ։ Ծռմռված մուլտիպլիկացիոն կերպար է։ Բա, տեսակ ինչ գեղեցիկ ստացվեց մեր հերոսը։ Կարծում եմ ձեզ մոտ էլ ստացվեց, չէ՞։ Եթե ինչ-որ մի բան չի ստացվել, դուք ունեք կախարդական ռետինե ջնջոց, մաքրում եք, ուղղում եք, մի անգամ ծուրտիկ կստացվի, մի անգամ լավ կստացվի։ Այս նկարները, ձեր առաջադրանքները, նամակները, սիրելի փոքրիկներ, որ հասցեով եք ուղարկելու քերի, դու հիշում ես, քերի։ Քերին ասում է, «Այո, ես հիշում եմ»։ Փոքրիկներն էլ են հիշում։ Ուղղակի ես չեմ զլանա, եւս մեկ անգամ կկրկնեմ։ Ձեր նամակները, առաջադրանքները, որպեսզի ասնեն քերի մուլտիկնիկին, հիշեցնեմ մեր ամփոփող հասցեն։ Քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2, կենտրոն հեռուստաընկերություն, մուլտիկնիկ հաղորդմանը։ Ես կընթերցեմ ձեր նամակները, կցուցադրեմ նկարները, կկատարեմ լավագույն առաջադրանքները։ Իսկ դուք, սիրելի ծնողներ, անպայման բաժանորդագրվեք մուլտիկնիկ YouTube-յան էջին։ Այնտեղ հետաքրքիր հաղորդումների կհանդիպեք, առաջադրանքների, նկարների եւ այլն։ Այսքանը իմ լավ բարեկամներ։ Մեր եթերային ժամանակը մոտեցավ ավարտին։ Քերի մուլտիկնիկը, ժամապահ քերին, իհարկե մեր նոր մուլտիպլիկացիոն կերպարը Արման Արոյանի առաջադրանքով, մուլտիպլիկացիոն տաքսին, մուլտաշխարհի ձեր սիրելի հերոսները, մեր լավագույն բարեկամ Ապաչի ընկերությունը, իր քաղցր ձողիկներով, թխվածքաբլիթներով, կրեկերներով, արևածաղկի սերմերով, նախաճաշիկներով հանդերձ շատ շուտով նաև անակնկալ ունի, դա մյուս շաբաթ կասեմ։ Ձեզ հրաժեշտ ենք տալիս, իհարկե հանդիպելու ակնկալիքով։ Աստված ձեզ պահապան, այլ բուլդա։ Oh.